Այսօր լրացավ իմ էջի 1 տարեկան է եւ այդ կապակցությամբ որոշել եմ տորտ նկարեմ։ Եվ ընթացքում կխոսեմ ընդհանուր այս 1 տարվա մասին։ Ասեմ, որ սկզբում ամեն ինչ հարթ չի եղել բնականաբար, ու ես այնպես չի, որ ամեն ինչ իմացել եմ, ինչ ոնց պետք է անեմ, ու ես ընթացքում եմ շատ բաներ սովորել, ու եթե դուք մտածում եք, որ ինչ-որ պահի պատրաստ եք լինելու, ինչ-որ պահի եք սպասում, որ հեսա էս էլ կլինի ու կսկսեմ վիդեոներ տեղադրել, ուրեմն հավատացեք, որ այդ պահը երբեք չի գալու, ու դուք երբեք պատրաստ չեք զգալու, ու ուղղակի պետքա անեք։ Սկզբնական շրջանում, մինչև վլոգը սկսելը ու ընթացքում էլ ես նայում էի տարբեր վիդեոներ, թե ինչա պետք անել, ոնց է պետք անել, ոնց է ավելի լավ նկարել, ու հիմնական խորհուրդներից օգտվում էի բնականաբար, ու դուք էլ այդպես կարող եք անել։ Իրականում շատ խորհուրդներ կան, որ օգնում են, ու եթե դրանք ուսումնասիրեք, հաստատ դուք էլ կհասկանաք, բայց միայն ուսումնասիրելով չի, դուք պետքա ձեր փորձը ունենաք, դուք անընդհատ փորձեք ու հասկանաք, թե որն է ավելի լավ աշխատում ձեր համար։ Երբ որ սկզբում ուզում էի խոսակցական ինչ-որ վիդեոներ նկարեի, դա շատ դժվար էր իմ համար, ու երբ որ ես տեսախցիկը միացնում էի, ուղղակի բոլոր բառերը մոռանում էի ու չէի կարողանում խոսալ, բայց էլի ինքը ժամանակի ընթացքում է գալիս, դուք միանգամից չեք կարող միացնել ու ինչ-որ պրոֆեսիոնալ ձևով ձեզ պահել, որովհետև դուք սովորում եք ընթացքում։ Երբ որ ես իմեջը բացեցի, իմ հիմնական նպատակներից էր, որ իմեջը լինի դրական ու մարդիկ այստեղից գնան միայն դրական էմոցիաներով ու ոչ մի բացասական բան չլինի, ու ես շատ մեծ հույսեր ունեմ, որ դա ինձ մոտ հաջողվել է։ Եվ նաև ես ինչ-որ չափով ուզում էի մարդկանց մոտիվացնել, որ ավելի շատ ստեղծագործեն, ինչ-որ հավես բաներ անեն, ու հուսամ, որ դա էլ է ստացվել։ Ու մի հատ է հետաքրքիր բան, երբ որ ես իմ առաջին վիդեոն ուզում էի տեղադրեի այդ օրը, ու դրա հաջորդ օրը մեր տանը ինտերնետը տանում են, ու ես հնարավորություն չեմ ունենում վիդեոն տեղադրելու, ու իմ մոտ ասենց ինչ-որ բան է սկսում, որ ես կասկածում եմ, պետք է արդյոք թե պետք չի, ու ոնց որ դա ինչ-որ sense, չգիտեմ, ստուգում լիներ, ու ես միևնույնն է տեղադրում եմ, ու երբ որ ես իմ առաջին վիդեոն տեղադրում եմ, ես այդ ժամանակ ուղղակի հեռախոսը անջատում եմ, չեմ նայում, թե ինչ է կատարվում այնտեղ, ու զուտ անում եմ ուրիշ բան, ու ի զարմանս ինձ, իմ առաջին վիդեոն շատ լավ է գնում, հատկապես TikTok-ում ու YouTube-ում, Instagram-ում այդքան չէ, ու ես շատ եմ ուրախանում դրանից, որովհետև ես իրականում չէի սպասում տենց լավ արձագանքի, տենց լավ դիտումներ հենց առաջին վիդեոից, ու դա ինձ ավելի է մոտիվացնում, որ ես շարունակեմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք կոմենտներում գրեք, թե ինչի համար եք հետևում ինձ, ինչն է իմ էջում ձեզ ամենաշատը հետաքրքրում, ու ինձ այդ շատ կօգնի, որ ես հետագայում հասկանամ, թե ինչերի վրա կարող եմ աշխատել կամ ինչերը պետք է պահել, ինչերը փոփոխել, իմ համար շատ կարևոր է նաև ձեր կարծիքը։ Ես տորթը վերջացրի, բայց իր մոմի կրակը ես անելու եմ առանձին, որ փչեմ։ Սա էլ վերջնական տեսքը, ու ժամանակն է մոմը փչելու։